Հայ երիտասարդի մահվան մասին ռուսական լրատվամիջոցները հայտնեցին նախօրեին 33-ամյա Կարեն Շիրինյանը մահացել է դաժան հանգամանքներում, ընկնելով բուսայուղի գործարանի աղացի մեջ։ Կարենը Արցախից էր, երկար տարիներ դպրոցում դասավանդել է հայոց լեզու և գրականություն, նաև զբաղվել լրագրությամբ։ Կարենին ճանաչում եմ Արցախից, քանի որ ինքը արցախցի է։ Ես էլ մոտ 9 տարի ապրել եւ աշխատել եմ Արցախում, որպես ուսուցիչ ենք ծանոթ եղել, ինքը ուսուցիչ է եղել։ Դրանից հետո արդեն Facebook-ով ենք շարունակել տեղահանումներից հետո մեր շփումները հիմնականում եղել է on-line տիրույթում։ Որպես մարդ բարձ անկեղծ դրական մարդ էր, որպես լրագրող այդքան շատ ակտիվ լրագրող չի եղել, բայց իրականության համապատասխանող նյութեր է հրապարակում։ Կարենը երկու անչափահաս երեխաների հայր էր, 2023 թվականի բռնի տեղահանումից հետո տեղափոխվել էր Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամաս, աշխատում էր ձեթի գործարանում։ Արցախից տեղահանվելուց հետո 23 թվականի տեղահանությունից հետո է գնացել Ռուսաստան, այստեղ քանի որ աշխատանք չէր գտնում, տեղափոխվեց այդտեղ։ Ու այդպես այնտեղ որտեղ դժբախտ պատահար եղել, այդտեղ էլ աշխատանքի ընդունվել, մոտ մի շաբաթ առաջ կամ գուցե եւ մի երկու օր էլ ավել էլի գրել էր ինձ, որ բարձրությունից ընկել է ու թեթև վնասվածքներ է ստացել, բայց գնում է աշխատանքի։ Ինքը ինչ որ ձեթի գործարանում աշխատել է, բայց երևի բան ինչ-որ տայից այդ կարգի աշխատանք է եղել, հստակ չեմ կարող ասել։ Դժբախտ դեպք արդյունս 2 օրն է եղել։ Ամուսնացած էր, երեխաներ ուներ, 2 երեխա։ Ռուսաստանում են հողարկավորելու, որտեղ ինքը որ ապրում էր։ Կարենը դժբախտ պատահարից հետո 2 օր կոմայի մեջ է եղել եւ այդպես էլ գիտակցության չգալով մահացել է։